Բարի երեկո, հարգելի հայ ազգ, բարի երեկո Տիկին Վարդապետյան, բարի երեկո դատախազամերձ շրջապատ։ Այսօր ես ստիպված եթեր եմ մտել, որովհետև ինձ մոտ, տեսեք, բազմաթիվ հարցեր կա ձեզ Տիկին Վարդապետյան դիմելու, որը տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ հնչեցրել եք, բայց դուք երևի թե որոշել եք, որ այդ զրահապատ պատուհանները, որի ետևում դուք նստած եք, ձեզ տալիս է առավելություն, այդ ասածները տենց ականջի կողքով թողնելու, կամ այդքան էլ ականջի կողքով չէ, կամ պատժամիջոցներ կիրառելու իմ նկատմամբ ու բոլոր այն մարդկանց, ովքեր որ արտաբերում են ճիշտ խոսք։ Ես ձեզ ասեմ, որ իմ նկատմամբ Արտուր Դավթյանից, դրանից առաջ սկսված բոլոր պատժամիջոցները կիրառվել են, այնպես որ լրիվ պատրաստված եմ, եկեք դուք պատրաստվեք հիմա։ Դե գրավոր շարադրել եմ հարցերս, որտեվ ձեզ տեսնելիս խոսքերս խառնվում է իրար, վախից մոռանում եմ, դրա համար գրել եմ հարցերը։ Եվ այս հարցերը պետք է տամ եւ ակնկալում եմ այս հարցերի պատասխան, որովհետեւ չի կարելի ժողովրդին արհամարել, ազգին առավել ևս, որտեվ մեր միջոցներով եք դուք աշխատավարձ ստանում, ապրում, գոնե տեսանելի մասը սա է։ Եվ այսօր դուք պարտավոր եք ոչ միայն գնալ ազգային ժողով, հաշվետվություն ներկայացնել, այլ ես հիմա հստակ հնչեցնելու եմ հարցեր, բնականաբար դուք չեք պատասխանելու, բայց հետագայում չասեք, որ ես չգիտեի, ասենք ոնց որ հիմա ընդդիմադիր Արտուր Դավթյանն ասում է, ես չգիտեի, ես չեմ իմացել, ես ընդդիմադիր եմ եղել, ես կկալանավորեի, ես կանեի, անեիր։ Հիմա ձեզ ասում եմ այն, որտեղ գալու է այդ ժամանակը, իսկ այդ ժամանակը բավականին մոտ է, որ դուք այլևս չեք պաշտոնավարի, եւ այդ ժամանակ դուք ասում եք, ես չգիտեի, ես տեղյակ չէի։ Այն ես դες տեղեկացնում եմ։ Տիկին Վարդապետյան, վերջին տարիներին դուք գիտեք անընդհատ ձեզ պաշտոնի նշանակած իշխանության կողմից շրջանառվում այն թեզը, որ Արցախը, Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղը երբևէ հայկական չի եղել։ Լավ, օքեյ։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, եթե Արցախը, Լեռնային Ղարաբաղը երբևէ հայկական չի եղել, բա ինչով է բացատրվում, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության հարկատուների միջոցներից ահռելի գումարներ են փոխանցվել Արցախի ներդրումային հիմնադրամին։ Հարց. Ինչի Դաղստանի ներդրումային հիմնադրամին չեն փոխանցվել, եթե Արցախը մերը չի եղել, ինչ են այդ գումարները փոխանցվել։ Ձեզ որպես գլխավոր դատախազ, բայց չի հետաքրքրում, ես կամաց կբացատրեմ, ինչու ձեզ դա չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է այլ առումով։ Մոլդովայի ներդրումային հիմնադրամ փոխանցեինք, եթե մերը չէր։ Հիմա դուք կասեք, դա եղել է վաղուց, ոչ, Տիկին Վարդապետյան, դա չի եղել վաղուց։ Ես ընդհանրապես անդրադառնում եմ 18 թվից, որ չասեն նրանք նախկիններն էին, ներկաներն էին, ապագաներն էին, չգիտեմ, չկողմնորոշվածներն էին։ 18 թվականից եւ ձեր դատախազության դատախազ լինելու օրոք եւս մեծ գումարներ է փոխանցվել եւ կարծես թե նույնիսկ ավելի մեծ գումարներ, քան թե առաջ Արցախի ներդրումային հիմնադրամին։ Հիմա ինձ հետաքրքիր է, շատ մեծականակ գումարներ։ Բացեք Արցախը մերը չի, Լեռնային Ղարաբաղը մերը չի, բայց գումարները դուք որպես դատախազ դեր մոտ հարց չի առաջացել գիշերը քնելուց, բա այդ գումարները ինչի է փոխանցվել։ Կամ դե դուք զբաղված անձնավորություն եք, կամ դրա ժամանակը չունեք, բայց ես Մարինա Պողոսյանս 23 թվականից ահազանգում եմ, նաբաթ եմ խփում, որ այդ գումարները ստացել է ոչ թե Ալիևը, ոչ թե Կադիրովը, ոչ թե Արցախի բնակիչը, հասարակ, այլ ստացել է մի խումբ ստահակներ, ովքեր այդ գումարները լվացել են, հետ են բերել Հայաստան, ու հիմա ասեք դա այդպես չի, ասեք ես տեղյակ չեմ, ես ձեզ տեղեկացնում եմ, եւ առնվել են բազմահարյուր գազալցակայաններ,
Սևանի ափին կառուցվել են մեծամեծ դղյակներ, մի շարք թալանչիներ Սարյա փողոցն է սեփականաշնորհել, մի շարքը այդ գումարները հանել են Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդարի մարզ, տեղյակ չեք դուք։ Ինչ անեմ, ես այս ձայնագրությունը տամ, առավոտ, այդ նամազն է, չէ, օրը 5 անգամ, ասենք տամ այդտենց օրը 5 անգամ այս ձայնագրությունը լսեք, ինչից տեղյակ չեք։ Հետաքրքիր է, ոնց կարող է մարդ լինի գլխավոր դատախազ, տեղյակ չլինի, Մարինա Պողոսյանն ու ջուր ՀԿ-ի ղեկավար, ու այդ ամեն ինչից տեղյակ լինի, եւ այո 23 թվականից ձեզ դրա մասին տեղեկացնի, դատախազության առաջ ենք ցույցեր արել, ձեզ տեղեկացրել, քար լռություն, ի մертвый, ի тишина, մертвый կոսմի стоят, երևի այդ կինոն հատուկ նկարահանվել է դատախազության համար։ Նայեք այս սաղ կադրերը, մենք բոլորս եկել ենք, ձեզ զգուշացրել ենք, իսկ դուք մեզ խաբել եք, բոլոր ներկաներին, այ այն որ կա է սենց 1-0 չգիտեմ հիմա կա թե չէ, չեմ նայում հեռուստացույց են որ կա, ընթանում է նախաքննություն լուրջ, այդ ի՞նչն եք քննում Տիկին Վարդապետյան, այդ որ քննությունն եք վերահսկում, 0 քննությունը, հա, ես նույնիսկ որպես հաղորդում տվող անձ, ինձնից փաստաթղթերը չեն պահանջել, թե այն որ դու հաղորդում ես տվել, որտեղից իմացար, արի մի հատ ցուցմունք տուր, չէ, վախում եք, ինչ ասեմ, դե տենց վախերի մեջ էլ մնացեք։ Հիմա, ինչու չեք ուզում, հարց եմ տալիս, ինչու չեք զբաղվում իմ կողմից տրված հաղորդումներով։ Մենք երբ տեսնում ենք դատախազությունը, ասում է ձեր կարգում, դատախազ ես ինչի վերահսկողությամբ, քննիչ ես ինչի, մենք պետությանը վերադարձրինք 1 միլիոն դրամ։ Ես ես 468 միլիոն դոլարի լափի տեղ եմ ասել, ինչի չեք զբաղվում։ Թե ինչ-որ կարմիր գիծ կա, որ ասենք 10 միլիոն դոլարից ավել չի կարելի զբաղվել։ Ես նայեք ասեմ էլի, այսպես տեսեք, հերթով ասում եմ, ինձ մի բան եմ ուզում դուք բացատրեք եւ ասեք այն ժողովրդին, որը ձեզ աշխատավարձ է տալիս որպես դատախազի եւ ասելա Տիկին Վարդապետյան Կոմիտասից առավոտը կգնաս գործի, կանես այս, այն ինչ որ սահմանադրությամբ, դատախազության մասին օրենքով ամրագրված է որպես քո անելիք, մենք պայմանագիր ենք կնքել ձեր հետ, Տիկին Վարդապետյան, որ դուք աշխատում եք դատախազ, մենք էլ ձեզ դրա համար աշխատավարձ ենք տալիս, բայց դուք չեք աշխատում։ Փաստ, չասեք, այ, չգիտեմ, խոսքի համար տանենք, փագենք, էս անենք, հարց եմ տալիս, կոնկրետ հարցեր։ Փոխարենը, դուք շատ լավ աշխատում եք, երբ որ ձեր քիմքին անհաջող, ինչ-որ բանի մասին է բարձրած զայնվում։ Օրինակ ես ուզում եմ հասկանամ, դուք Արտուր Դավթյանից ինչով եք տարբերվում, ասենք հիմա որ նկարը դնենք, երևի թե սեով։ Ինչով եք տարբերվում Արտուր Դավթյանից, որը ժամանակին քրեական գործեր էր հարուցում այն մարդկանց վերաբերյալ, ովքեր թալան, կոռուպցիայի մասին փաստեր էին վերհանում, կոնկրետ Արտուր Դավթյանի ձեռամ, հարուցվել է քրեական գործ ժամանակին բացառապես անհիմն, բայց ինձ լռեցնելու համար Աշոտ Կարապետյանի, որ սատկեց նրան արած կեղծիքներով, որպեսզի ինձ լռեցնեն, որտեղ դեռ 2015-16 թվականին խոսել եմ այն գումարների մասին, որոնք Հայաստանից գնացել է Արցախ, մեր նախագահներից մեկի թեթև ձեռամբ, որի ձեռամբ դատախազության աշխատակիցները ՎՏԲ բանկից միլիոններ էին ստացել, միլիոնավոր դոլարներ կանխիկացրել։ Նրա համար, որ Մարինա Պողոսյանը լռի, Արտուր Դավթյանը որոշեց ժուչոկապատի իմ տունը, բայց լսեց մենակ շանս հաչոցը,
Ես կարող եմ կատու էլ պահեմ, բերեք ժուչոտներ դրեք, կատվի լավոց լսեք։ Եվ ի վերջո Մարինա Պողոսյանը բնականաբար արդարացվեց, բայց այդ փաստաթղթերը մնացել է իմ մոտ, այդ էլ 18 թիվ չի։ Դա քանի որ 15-16-ա, ինչ ասեմ, ասելու են նախկինները, դեսին, հիմա խոսում ենք ներկայի մասին։ Ձեզ դատախազ նշանակած իշխանության ժամանակ 18 թվականից Արցախ գնացած գումարների մասին։ Հարց երկրորդ, ինչու եք տարբերվում հիմա դուք Արտուր Դավթյանից։ Եթե Մարինա Պողոսյանը իր գործունեության ընթացքում, որը գիտեք, հակակոռուպցիոն երևի մի, չգիտեմ, են ամենաազնիվ, չվճարվող գործունեությունն է, ես բարձրաձայնել եմ մի փնթի դատավորի, կաշառակեր կոռումպացված դատավորի, ոչ թե վարքագծի մասին, ես բլոգեր չեմ, ընդամենը դրել եմ իրա գույքը, ու դուք որոշել եք, որ Մարինա Պողոսյանը վերաբերյալ, դուք պետք է քրեական վարույթ հարուցեք, այսինքն Մարինա Պողոսյան, դու ով ես, որ դատավորի գույք ես դնում, բա այդ որ դուք Եվրոպաները գնում եք բաստիոններ, ու ասում եք մենք ժողովրդավարության բաստիոնն ենք, մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, այդ ո՞նց է ստացվում։ Ես ում դատավորի կեղտոտ ներքնաշորը չեմ սենց բացել դրել, կամ բացել դրել, թե լոգարանում ինչ անում, չէ, դա անձնական կյանք չի։ Եվ դատավորն է տգետ, որը հաղորդում է տալիս, ասում է իմ անձնական կյանքը, այսինքն եթե դատավորը ստանում է X աշխատավարձ, X անգամ 100 գույքեր է ձեռք բերում, ու Մարինա Պողոսյանն ասում է, տեսեք, հետաքննություն ենք արել, էս ունի, Տիկին Վարդապետյան, դու ձեռնամուխ ես լինում Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու, այդ վարույթները տես նախաձեռնի Արցախի թալանի վերաբերյալ, Տիկին Վարդապետյան, Տիկին ժողովրդավար։ Ես քո ձեր կներեք, ձեր և Արտուր Դավթյանի միջև շատ քիչ տարբերություն եմ տեսնում, միակ տարբերությունը, որ Արտուր Դավթյանը միայն քրեական գործեր էր հարուցում ին վերաբերյալ, իսկ դուք նաև հովանավորում եք քրեածին հանցավոր տարերի, որպեսզի իրենց սպառնալիքների միջոցով լռեցնեք Մարինա Պողոսյանին, այսինքն սա հստակ իրավապահ համակարգի և քրեածին տարերի ստերջացման, դենբեք և ստերջացնել բառը են ձեր բանը, որ գնացել էր էջմածը ստերջացնենք, հիմա իրար հետ սերտաճել եք, ենքան էր ասել ստերջացնենք, շփոթեցին, սերտաճման պրոցես ասա, ոնց կարող է դատախազը նույնիսկ դիմի այդ անթույլատրելի մեթոդներին, որպեսզի իրավապաշտպանին սպառնալիքներ հնչեցնեն լռեցնելու համար, և ինքը հովանավորի, ինքը իրային կիսատկլոր դատախազ կա մի հատ, այդ բառիս համար փորձեք դիմել պատիվարժանապատվության, կբերեմ այդ դատախազի հանրային, ոչ թե լոգարանում, չգիտեմ ում կնոջ հետ, ում ամուսնու հետ նկարված, այլ իր հանրային դրված կիսամերկ նկարը, էս եք դուք, հիմա դուք որոշել եք քրեական հեղինակություն էլ չէ, մանր-մունր շեբենով, հանցավոր բան է, կարմիր ավազով, ինձ վախացնել, լուրջ, ինչ ասեմ, փաստորեն դուք երևի թե Արտուր Դավթյանից ոչինչով չեք տարբերվում, ավելին, Տիկին Վարդապետյան, ձեր թույլտվությամբ, ձեր թողտվությամբ, անցյալ տարի դեկտեմբերի 2-ին, հենց այդ նույն Արցախի թալանչիների մասին բարձրաձայնելուց հետո ուղիղ եթերով, ես ինչի հիմա ուղիղ եթերներ չեմ անում, որտեղ հստակ այդ ժամը հսկել էին և բացել էին իմ տան դուռը, այսպես բաց թողել, շանս թունավորել, ինչ արեցիք Տիկին Դավթյան, այ չէ, Տիկին Վարդապետյան, ինչ արեցիք, դեկտեմբերի 2-ին տենց քրեական վարույթ նախաձեռնեցիք,
Են որ դուք վերահսկում եք այդ քննիչը, նույնիսկ շենքի կամերան չի անել, թե այդ բային ով է մտել։ Միգուցե դուք հիմա դրանով զբաղվեք 1 տարի անց, ասեք, օй, կամերաները չի պահպանվել։ Ոնց որ Մուղնիում, երբ որ ձեր թողտվությամբ հարձակում գործվեց իմ վրա խմբի, 5 հոգյանոց խմբի, այնքան ձգձգվեց, ասեցին, թու կամերա չկա, ձեռը կառնում, հա։ Տիկին ժողովրդավար, արդեն եվրոպացիք են, հա, շուր եկել ասում ես ով եք դուք, ձեր սիրելի եվրոպացիք, ես սիրելի չունեմ ոչ ռուսների, ոչ ամերիկացիների, ոչ եվրոպացիների մեջ, ես սիրում եմ իմ հողը, ես սիրում եմ Արցախը։ Դեկտեմբեր 2-ն ա գալի մի տարի, Տիկին Վարդապետյան, դուք ոչինչ չարեցիք, հիմա դատախազության, ես ուզում եմ մի բան էլի, ասեմ ձեզ, ես կուսակցական չեմ, որևէ կուսակցության չեմ հարում, որևէ պաշտոնի չեմ հավակնում, չնայած մեջս լիքը սեր կա ու ջիղ, այդ սերն ու ջիղը որ դնեին, կարայի դառնայի երկրի գլխավոր դատախազ, այդքան սեր ու ջիղ կա մեջս, չեմ հավակնում, ես ավելի լավա փող տամ, իրավապահ համակարգը աշխատեցիկա հարկ տամ, նստեմ տունը, դուք աշխատեք, որովհետև ես ժողովրդից եմ, իսկ դուք բոլորը ժողովրդի ծառաներն եք, քանի որ ժողովուրդ ծառայում եք ժողովրդին եւ ազգին, մինչև սա դուք անգիր չանեք, դա չի լինի։ Եվ իմ համար նորից եմ կրկնում, շատ կանխամտածված է եղել, այն որ երևի ձեր հատուկ ծառայությունները, նույն Արցախցի ում մասին, որ դեկտեմբերի 2-ին սենց քլիկ արեք, տուկ արեք, մտեք տեսեք, խոսել եմ, մինչև տուն եմ հասել, մտել են իմ բնակարան։ Տենց չի Տիկին Վարդապետյան, սուտ բան եմ ասում, տարեք ինձ խոսքի ազատության, չազատության, ես իմ ինչի համար մի հատ էլ քրեական վարույթ նախաձեռնեք։ Տիկին Վարդապետյան, մի հարց էլ ունեմ, արդյոք այդ գումարները, որ Հայաստանից մեր հարկատուների միջոցները գնացել է այլ պետություն, այլ, փաստորեն գնացել է Արցախ, պարզվում է Արցախը Հայաստանի մաս երբեք չի եղել, կապ չունի, գնացել է Զիմբաբվե, Ուրուգվայ, Զիմլա Կարալևի մոտ, Անտարկտիդա, բա դուք որպես գլխավոր դատախազ, դուք կենտրոնական բանկի կառավարիչը, չգիտեմ կառավարությունը, չեք ասում եմ, այդ փողերը սխալ տեղ է գնացել, չէ, այդ փողերը ուրիշ բանի համար էր գնացել, ու դուք այսօր ձեր լռությամբ հովանավորչություն եք իրականացնում մեր ազգի թալանչիներին, այն սութի մութի Խաչատրյան Գագիկի մասին գործ ենք հարուցում, դատարան ենք ուղարկում, այսքան տարածի կիցի-պիցի մասով, հա, մոնստրի նամակից տեղյակ չեք, այն մնացած գույքերից տեղյակ չեք, թե այսքանին կպնում եք, որ այսքանից, ասում եք այսքանին կկպնենք, այսքանն էլ դե տես ինչ ես անում, լուրջ։ Արցախ գնացած գումարները Տիկին Վարդապետյան, որտեղ ձեր փեշերը, գեղեցիկ փեշերը փռել եք եւ նստել եք այդ գործի վրա եւ որևէ վերահսկողություն չեք իրականացնում, ձեզ թվաց որ Մարինա Պողոսյանը մի քանի անգամ եկավ, Արցախի բռնի տեղահանվածների մի քանի անգամ եկան հոգնեցին, չէ, պրոստը ակումուլացնում ենք մեր համբերությունը, հատելու է մի օր։ Եթե դուք տենց Արտուր Դավթյան եք ուզում դառնաք, դառնաք Արտուր Դավթյան, եթե չեք հիշում 45 օր Արտուր Դավթյանի օբյեկտի դուռը փակ էր, հետին մուտքով էր մտնում դատախազություն։ Մեր համբերությունը ծով է, բայց ինքը կարող է մի օր հատի իդե։ Բա ինչի՞ չի ձեզ հետաքրքրում, թե այդ գումարները, որ գնացել էր այլ պետություն, այլ Արցախ, ովքեր լափեցին այդ գումարները։ Դրանք նպատակային են, պետք է Արցախցին, Արցախի հասարակ բնակչին տրվեր, որպեսզի ինքը իր հողում ինչ-որ մի բան սարքեր, ձեռնարկատիրությամբ զբաղվեր, այսինքն ունենար մի բան, ինչի համար ինքն էլ պայքարեր եւ իր երեխային կերակրեր, բայց դուք հիմա տեսնում եք, ես հիմա ձեզ ապացուցեմ, որ սա հանցավոր բանդա է եւ դուք դա կոծկում եք, դա հատուկ չի տրվել հասարակ ժողովրդին,
որպեսզի հասարակ ժողովուրդը կանխամտածված չի տրվել, որպեսզի մարդու ոտքը չկապվի իր հողի հետ, որտեղ դուք վաղուց բոլորը պլանավորել եք, որ Արցախը Հայաստան չէ եւ վերջ։ Տրվել է մենակ մի փոքր խումբ սրիկաների, ստահակների, որոնք մարդկային ծնունդ չեն, որտեղ դրանց ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցող մայրերը երևի կծվել են, չեն կենակցել, կծվել են պարզ չի ում հետ։ Ու հիմա դրանք մեր փողերը առած բերել են ստեղ մեզ ստրկացնեն։ Դուք էլ ասում եք, այո, դա ճիշտ է, այդպես պետք է լինի։ Ասեք չէ, տենց չեմ ասում։ 23 թվականին, հոկտեմբերի 20-ին, ես ձեզ հաղորդումներ եմ ներկայացրել, եւ դա սենց լոկ եմ, որ գրում են, վերացականը ձեր մի շարք աշխատակիցների մտածելակերպն է։ Վերացական չի եղել, քրեական վարույթներ է նախաձեռնվել մեր աչքին թոզ փչելու համար, սենց գործիքներ կա, փոշի փչում։ Հստակ նշել եմ, սրմաքեշը այսքան փող ա տարել, Տիկին Վարդապետյան, սրմաքեշը Մարտունի, թե Հադրութի շրջանի, թե Ճարտարեցի էր, հա։ Ինչ գործ ունի Շվեյցարիա բնակ սրմաքեշը Արցախում մեր հարկերը թալանի իր Արցախից բանկի միջոցով լվանա։ Ինչ գործ ունի, հետաքրքիր է։ Երբ հարցեցինք, ասեցինք, ընթանում է նախաքննություն լուրջ։ Ինչն է նախաքննում։ Թվերը կա, տարածը կա։ Հովիկ Աբրահամյանը Արցախում էր ապրել, հա։ Ասկերանի շրջանից էր։ Թե այնտեղ մի հատ ոչ Զավադսկոյ կնիկ ուներ, Ասկերանի շրջանում էր տաղային ծնե, ոչ թե ինչ այդ այն Կլուբնիկի գյուղը ոնց է կոչվում, ով մոռացա որտեղ որ, հա, Մղճան։ Այդ ոսկի դուք դատախազությունը ոսկի ունիտազներ ունեք, չունեք, բանատի չեք հարցնում, թե սենց կամած մինչև լինի իշխանափոխություն, ես ասում եմ, դուք ընդդիմադիր եք Տիկին Վարդապետյան, դուք եք այս իշխանությունների դեմ աշխատում, ժողովրդին գժվացնելով։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, ես ձեզ հստակ հաղորդում եմ տվել, մեջ է նշելով գումարի քանակը, չափը, ստացման եղանակը եւ այլն։ Մի դեպքով Հովիկ Աբրահամյան, Վարդան Սրմաքեշ մասնակցում են եւ այնտեղ էլի մարդիկ կան։ Իրանք մենակ չեն։ Ես հիմա ձեզ հարց եմ տալիս, ինչու՞։ Մյուս դեպքով ձեզ հաղորդում եմ տվել Արցախի ներդրումային հիմնադրամ, որտեղ մասնակցում են, չեմ էլ հիշում դրանց նկարները առկա է թե չէ, Էլիզաբեթ Պետրոսյան, Վահե Հակոբյան, Պղնձի մոլիբդենի գործարանի դիրեկտոր Պոլոսկով եւ Կոմիտաս առաջվա Արցախի փոխոստիկանապետի Տիկին մեծահարուստ Մերի Կարապետյան, դե փոխոստիկանապետը այսօր բոժի կարգավիճակում է, սեփական մենակ մի զույգ չարող ունի Բյուզանտ փողոցի վրա, մնացածը կնոջինն է ու տղաներին է, բայց ինչի չզբաղվեցիք։ Չհարցրեցիք, այդ Տիկին Էլիզաբեթ Պետրոսյանը, որ սենց ձևական շոու պրոգրամայով հեզիկ նազիկ նայիրան աղջիկների պարը պարելով բերման ենթարկեցիք։ Չհարցրեցիք, Տիկին Էլիզաբեթ Պետրոսյան, դուք Արցախի հետ ինչ կապ ունեք, արդյոք Արցախը Սանկտ Պետերբուրգի շրջկենտրոնն է, ասում եք, Արցախը մերը չի, եթե Ադրբեջանինն է, ուրեմն Ադրբեջան, այսինքն մենք, Հայաստանի հարկատուները, մեր հարկերը ուղարկել ենք Ադրբեջան, ինչ-որ նիստիկույցը չի բռնում, Տիկին Վարդապետյան։ Դուք հիմա ասում եք բոլոր Արցախը, Ադրբեջանը եւ վերջ։ Բա մենք ինչի ենք այդ փողերը ուղարկել Ադրբեջան, այսինքն մենք ֆինանսավորել ենք մեկ այլ պետություն, հա։ Ճիշտ որ ասեմ, տնես տպաշվոր մեզ բոլորիս գժի տեղ եք դրել էլի։ Մի 20 հոգի մարդ է լափել մեր փողերը։ Այդ թվում նախկին նախագահներ, նախկին վարչապետեր եւ այլն։ Ինչ կա Տիկին Վարդապետյան, բա դու տենց ասում ես, ես բան թալանալ, կոռուպցիայի դեմ բոքսի, չէ, բաները, պոանտներս հագնեմ, պայքարեմ կոռուպցիայի դեմ, ես բոքսի պերչատկա եմ հագնում, դուք պոանտներ եք հագնում, պարում, դա կապ չունի, բա ինչի չպայքարեցիք, էդ էլ ձեր չսիրելի նախկիններն էին,
եթե իրանք ձեր թիմակից չեն, բայց չի չկանչեցիր, ասես Հովիկ Աբրահամյան, Կոմիտաս Կարապետյան, Բակոյի աջ ձեռք, Արայիկի աջ ոտք, ինչի չեք կանչում, որովհետև ու լիքը բազմակետեր, դուք ժողովրդին չեք կարող եշետեր դնեք, հավատացեք, ես ձեզ վստահացնում եմ, Արտուր Դավթյանը ձեզ օրինակ, տեսեք, հիմա արդեն դարիլա ընդդիմադիր կեցվածքով ՀԿ ներկայացուցիչ գրմա ժողովրդավարության մասին լեկցիաների է մասնակցում։ Ինձ հետաքրքիր է, էլի, ինչով եք դուք զբաղված։ Ինչի ձեր շրջապատը, ամբողջ շրջապատը դատախազությունում լծվել է իմ դեմ պայքարի, ես զբաղվում եմ քրեական քրեածին այդ բան մարմարի կռոշկայի կարմիր ավազին պաշտպանելով, որ ասենք ինձ անդադ պայք, ասեք այս ինքը կսպառնա, մենք իրեն չենք պատժի, ինքը կսպառնա, չենք պատժի։ Ես դուք լուրջ եք խոսում։ Այս ամեն ինչը ուզում եք տարբեր լեզուներով, բացի ադրբեջաներենից, թարգմանենք ուղարկենք աշխարհի բոլոր երկրներում, ու մեր երկրի դատախազին ասում ես, տես այս ոքտը 468 միլիոն գողացել են, ասում է everything is okay, ես գնում եմ Եվրոպա, ասեմ, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք։ Դուք եք այս երկիրը վերածել վենդետայի Հայաստանի։ Երբ որ օրենքը չի գործում, բնականաբար մարդիկ իրենք են որոշում, բայց ինչ կարող գիտեք սաղս հավեք, դուք այդպես բրանիրովնի պատոանների հետև նստած, որ ձեզ ոչ մի բան չկպնի, մեզ էլ սենց բիգուշի միշենի պես բաց եք թողել, ում ձերբակալում եք, ում կալանավորում եք, ում ձեր շրջապատի սիմպաթիչնի, տենց ձեր բոլորի համար սիմպաթիչնի տղա քրեածինի էլեմենտներով սպառնալիքներ եք շախ տալիս, բա դուք չգիտեք, որ քամին հակառակ ուղղությամբ է փչում։ Մեկ այլ հարց, ինձ օրինակ հետաքրքիր է իրականում դուք դիմադիր եք թե ընդդիմադիր, դուք ձեզ միշտ ներկայացրել եք որպես դիմություն, որովհետև իրականում եւ դուք իրավունք էլ չունեք։ Գիտեք, այդ Պավլիկ Մարոզովի սինդրոմը շատ վատն է, դաժե Տարաս Բուլբան իր տղային հետո սպանեց, չի կարելի, դավաճանության սինդրոմը։ Արտուր Դավթյանին բերել էր Աղվան Հովսեփյանը, Սերժ Սարգսյանը, մարդը դավաճանեց Աղվան Հովսեփյանից, սկսեց քրեական գործեր հայոց հետ, պատկերացնում եք։ Այսինքն սա ապրելակերպ է, էլի մտածելակերպ է։ Հիմա էլ եւ հետո Նիկոլ Փաշինյան իրան պաշտոնի, հա, ինքը պաշտոնավարում էր որպես ՀՀ գլխավոր դատախազ, ձեր սրտի վարչապետի օրոք, հիմա էլ ասում է ես կկալանավորեի, տո լավ է։ Դու մի հատ կարես ինքդ քեզ կալանավորի Արտուր Դավթյան, տենց արագի մեջ։ Բա դու ինչի չես կալանավորում Արտուր Դավթյանին, Տիկին Վարդապետյան, ասում ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին տի կալանավորում, ես ընդդիմություն եմ։ Այսինքն դուք այդ մտքի հետ համամիտ եք, ասում եք այո, պետք է Արտուր Դավթյանը կալանավորեր Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանն է ձեզ նշանակել դատախազ։ Դուք ԿՊ-ի սրտի դատախազն եք, բա հիմա դուք ո՞նց եք, ասենք դուք պատկերացնում եք, մարդը եկել է, ուրիշ մեկը խոսքի ազատության համար տանում զգետնում եք։ Մարդը եկել է, ասում է, ես պետք է կալանավորեի, ես պատրաստ էի կալանավորել, մնացած բարբաջանքը չեմ էլ լսեմ, մենակ այդ վերնագիրն եմ կարդացել, պատրաստ էի կալանավորել։ Բա դուք ինչի չեք հիմա այդ նույն Արտուր Դավթյանին ասում, A. Խոսքի համար, որին ես դեմ եմ, B. Ասեք, Տիկին Պողոսյան, դուք ինձ, ստեղ եմ, ասեք Տիկին Պողոսյան, դեր 15 թվին, թե 16, թե 10, չէ, մի րոպե, 19 թվին կներեք, դեկտեմբերի 2-ին, ես դեկտեմբերի 2-ին ինձ սենց հետևիցս գալիս է, Տիկին Պողոսյան, դուք 42 էջ հաղորդում եք ներկայացրել, Արտուր Դավթյանի դատախազ, այն որ հիմա ընդդիմադիր է, կատարած կոռուպցիոն հանցագործությունների մասին բուլկի արամ, չուլկի արամ, վերջով ասեք մեջը կար, թաստերով։ Արտուր Դավթյանի տիկինը, մատ նայեք, հա, քաղաքապետ Երևան հիմնադրամի հետ կապը։ Այնպես չի, որ ասում եմ Արտուր Դավթյանի խոսքի համար տարեք կալանավորեք, այս վարչապետ կալանավորողին էլի, կալանավորողից տեսեք դուք։ Բայց մատ ինչի չեք ասում, Արտուր Դավթյան, քեզ այդ մեծ տունը,
Որտեղից։ Արտուր Դավթյան, այս տունը։ Մարինա Պողոսյանը գրել էր, որ քարը որ գյուղից է եկել, Իջևանից տախտակնով ա բերե, էսով ա։ Դրա մասին էլ հետո խոսանք, որ հիմա էլ ԱԱՑ-ից դուրս եկած մի սպա, որ ասում է ես ընդդիմադիր եմ, այն ժամանակ այդ գործը տակով արեց։ Չէ, տակով արեց, Մարինա Պողոսյանը դիմեց դատարան, բան որ քրեական գործ հարուցվի, գործող դատախազի, այն ժամանակ կարելի է հիմա էլ կարամ անեմ, որովհետև դուք կոծկում եք հանցագործությունները։ Դուք նույն հաջողությամբ Տիկին Վարդապետյան կոծկեցիք կարմիր բերետների հարձակումը ինձ վրա։ Այդ դեկտեմբերի 2 չէր, սեպտեմբերին էր 22 թվականի։ Այսինքն կարմիր բերետները քաշ տալով ինձ տանեն, 2-3 տարի ընդհանրապես նախաքննություն չլինի, ընդհանրապես։ Հետո կեղծ փաստաթղթեր ներկայացվեն, հետո Սասուն ասի, վայ, այս կեղծիկ չի, այն ձեր սրտի Սասունը, որ առաջակա կոռուպցիոն կոմիտեի նախագահն էր, որ ներկայացրել են, որ ես իբրև մեքենայով եմ եղել վարչապետի Շարասյունին եմ խանգարել, դրա համար են ինձ զգետնել բերման ենթարկել, վերջում պարզվեց, որ ես ոտով Էվրիկա սուպերմարկետի մոտ պրոստը կանգնած եմ եղել, իրանք չգիտեմ ինչ են օգտագործել, աչկերին բոթասներս ավտոյ է երևացել, մտածում այլն բոթասներս ասում են, այս գելետ վագենները որտեղից, ու գրել են, ոստիկանները տակն ստորագրել են, որ ես ավտոյով եմ եղել, դրա համար ինձ հայհոյելով, զգետնելով տարել են։ Ինչ արեցիք, այն ձեր սրտի Սասունը ասեց, դե հիմա ինչ ասենք, բոթասը շփոթել են ավտոյի հետ ու ինչ, քարփինջ մեծ, որ մի օր ընգնելու է, մի օր, այ, ես իմ ասացը ոնց որ սպառնալիք էր, են որ ձեր սիրելին ասում է, որ իմ վրա պիտի կիսլատա լսնի, դա սպառնալիք չի, որ զատիս ունենք, ասում եք, նո, դա սպառնալիք չի, բայց որ Մարինա Պողոսյան ասում է, ինչ չի քարփինջը, դա իրականում շատ լուրջ սպառնալիք է, նա սպառնալիքով էլ էլի գործ արուցեք, բարույթ նախաձեռնեք։ Չարեցիք, չէ, 3 տարի չասեցիք մենք, կին, դուք որպես կին ատում եք, հա, ոնց որ ինձ, պրինցիպի, ըստ էության ես հասկանում եմ ինչու, բայց թեթև տարեք էլի, ընդամենը մի փոքր ավելի ժամանակ տրամադրեք, ամեն ինչ կլինի լավ։ Ինչի, մինչև այսօր այդ կարմիր բերետները կալանավորված չեն, դատված չեն, որտեղ Տիկին Վարդապետյան, դուք անում եք ամեն ինչ, որպեսզի ինչ ճնշեք, ասում եք, դե կարմիր բերետով չստացվեց, սևով չստացվեց, կապույտով չստացվեց, կանաչով չստացվեց, այս ամբարոյականի վիժվածքին կասենք թող զանգի սպառնա, չի լինում։ Այդ զրահապատը ես եմ զրահապատ, ես զրահապատ եմ տիեզերքի ու Աստծո կողմից, ձեր նետերը սենց գալու են իմ կողքեր անգնե, Սաղմոս 90-ը կարդա դու առավոտները, լավ կլինի, նախաճաշից առաջ, ոտերներդ գետնից կտրվել է, իսկ այն որ դու ամեն ինչ անում ես, որ քո սրտի վարչապետի տակը փորես եւ որ 26 թվին այն կուսակցությունը, որ քեզ բերելա, նշանակելա գլխավոր դատախազ հանգարց չվերընտրվի, դա ակնհայտ է, որովհետեւ դու Աննա Վարդապետյան հստակ գիտես այն արցախցիները, Արցախից է, այն այլ պետությունից, այլ պետությունից, այլ մոլորակից, մեր փողերը թալանածները, որ եկել են ստեղը, դու դրանց գիտես ինչի ձեռք չես տալիս, այն առաջի պատճառը ձեր չեմ հանի, որտև կասեք, սա զրպարտություն է, երկրորդ պատճառը նրանում է, որ ձեր գլխավորությամբ, ձեր թողտվությամբ, նրանք ստեղծել են բավականին մեծ խմբեր, և զինված և չզինված, որպեսզի ընտրությունների ժամանակ խժդժություններ սկսեն, և դու Աննա Վարդապետյան հովանավորում ես այդ
ընդդիմադիրներին։ Հիմա ինքդ կողմնորոշվի, դու դիմադիր ես, թե դու ընդդիմադիր ես։ Կամ երևի ճիշտ չեք զեկուցում, ընդհատակյա խմբեր է ստեղծվել այն մարդկանց կողմից, ովքեր այսօր եկել են Արցախից եւ այդ իրանք այլ պետությունից եկել են մեր երկիր, այլ պետությունից եկել են մեր երկիր եւ հիմա իրանք ստեղծել են սենց խմբակներ։ Դուք հիշում եք Տիկին Վարդապետյան, չնայած դժվար հիշես, ես նույնը ասել եմ Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ, որտեղ ռուսական կողմը ուներ 50-ից ավել անց պարունակող զինված խումբ։ Բանի տեղ չդրեցիք։ Հիմա մի հատ ուզում եմ հասկանամ, դուք ինչամետ եք։ Ինչամետ։ Բա որ ռուսամետ չէիք, գնայիք այդ խումբը բացահայտեիք։ Բա որ ընդդիմադիր չեք, գնայիք այս Արցախի փողերը թալանածների ընդհատակյա պալիտ կրուժոկները հայտնաբերեիք, որ ասում են այ մենք քեզ փող կտանք, դու ստրոյկին վրա կաշխատես, բայց հետո կանես էս։ Ինչ ասեմ։ Ու դուք պատկերացնում եք այդ Արցախից եկածները, ես հիշում եմ, ես միտեղ դա գրել եմ, էլի, այստեղ այդ փողերը բերել են եւ բան են սարքում։ Մոնթե համալիր։ Եթե չեմ սխալվում, Լենինգրադյանի վրա է։ Դուք ով եք, որ դուք Մոնթե համալիր սարքեք։ Տիկին Վարդապետյան, դու եք բրանիրվնի պատուաներից, ասում ես everything is okay, հա։ Դուք դի բաջի համալիր սարքեք, դուք իշ գործ ունեք Մոնթե համալիր։ Այդ համալիրում աշխատող մարդիկ, այնց այդ պալիտ կրուժոկն է, որը այդ նետերը խփելու է ձեր դեմ, բայց քանի որ դուք 90 սաղմոսը չեք կարդում Տիկին Վարդապետյան, այդ նետերը գալու է եւ կպնի։ Փաստոր, ես եթե սխալ բան եմ ասում, այսինքն մի օր սենց իջեք իրավապաշտպանի մակարդակի, չնայած հեսա որ ձեզ են գործից անեն, դուք եք կդառնաք հետո ներկայացուցիչ, բնականաբար կասեմ։ Ես ուզում էի Տիկին Պողոսյանը, ես ասած անեմ, ես ուզում էի Հովիկ Աբրահամյանին, ես ուզում էի, ես չգիտեմ դու ում ես ուզում։ Հիմա Խարաշա լոշկա կաբեդու։ Ում գործից անեցին դառավ ընդդիմադիր։ Դուք անհարմար չեք զգում իրականում, էլի։ Լուրջ եմ ասում։ Իրականում անհարմար չեք զգում այս ձեր արածների համար։ Օրինակ անհարմար չեք զգում, երբ որ ձևական հանձնարարություն եք տալիս, որ ինձ կանչեն քննչական կոմիտե, ասեն մի հատ առերեսվի էս հատուկ ջոկատայինի սպեցնազա էլի դրա անունը հետ։ Ու այդ արվում է ինչի համար, ոչ թե այն համար դուք ջոմարձան դատեք, դուք ջոմարձան չեք կարա դատեք, որտեղ տարիներով թողել եք, որ նա մատրոշկաշմատր վերջելի չպատմեն, բենզինի չեկա, սա այն, մեր ջոմարձանի սարքաստաները նային։ Ձեր տունը Արաբկիրում այդքան մեծ չի, կոմիտաս, տենց մեծ չի։ Դուք չեք բացի դրանից ձեր ջոմարձանը պետք է, որ դուբինկեն առնի ու իրավապաշտպան ծեծի, զոհված զինվորի մայր ծեծի։ Հիմա դուք, այսինքն մի հատ ջոմարձան որ դատվեր, բավականին մարդկանց հավատ կվերականգնվեր ձեր սրտի վարչապետին։ Ինչի չարեցիք, որտեղ դուք ընդդիմադիր եք ձեր էությամբ, դուք տակից սաբոտաժ եք անում, տակից այսենց բաներ եք անում։ Գոնե մի օր այսենց ինձ ասեք, որ Տիկին Պողոսյան գնա էլ ես երկից կամ մի խոսա, տոմս ենք առնում քեզ այլ երկիր։ Ասենք չես ամաչում դու Տիկին Վարդապետյան, ինչքան քրեական տար կա, ինչքան կարմիր բերետ ու բանկա քսի եք տալի իմ վրա, հա։ Բայց չես պատկերացնում, որ մի օր այդ լակոտը շորագալուց կիսլատան քո վրա լցնի, երբ որ դու չլնես դատախազ ու զրահապատ պատուհաններ չունենաս։ Այն կիսատակլոր դատախազը իրան ճղելու ասի, ես դատախազ չի ուզում աշխատել, ես հոգով ստրիպ կլուբի աշխատող էի։ Հիմա էլ ընդդիմադիր եմ, կանանց իրավունքներն եմ պաշտպանում, բոլոր կանանք պետք է հանված լինեն, հիմար բաներ։ Ընդհանրապես ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ իրականում սա ոչ թե դուք աչք եք փակում, դուք
հանցակցում եք այս մարդկանց, հանցակցում եք այն գումարային մեծ հոսքին, կոռուպցիայի դեմ պայքար տոլավը, որը Հայաստանից գնացել է Արցախ եւ վերադարձել է։ Մի մասը վերադարձել է այդ պրաչկեկ հետ, որ բենզակալոնկա բանը, դրանք լվացարարներն են, ասենք մի 20-30 միլիոն դոլարին այս ջերմն են դրել, դա մանրուք է ստեղից գնացած փողերի։ Այն մնացածն էլ եկել է X անձնավորությունների գրպանները, բայց չեք ուզում բարձեք Տիկին Վարդապետյան, թե տենց ապահով եք զգում այդ զրահապատ, ասում եք ես զրահապատված եմ, я бронирована, հետո դուք տեսնեք, որ ամբողջ աշխարհը կամաց-կամաց սկսում է թքել մեր երեսին։ Ես ձեզնից ոչ մի չեմ խնդրում, քավլիցի, ինձ ոչ մի ձեզնից երբևէ եւ որևէ մեկից բան խնդրած չկա։ Բայց դուք ես մի ամբողջ ժողովրդի չեք կարող անընդմեջ ապուշացնել, անընդմեջ խոստումներ տալ։ Ձեր դատախազները սկիզորը չեն մի կատվի ու շանգործ քննեն, վերահսկեն քննությունը, ուր մնաց Արցախի այս միլիարդների, մենք բոլորս գիտենք այս միլիարդներին ով է տեր կանգնել ստեղ։ Եթե դուք մեզ էշտեր եք դնում, շատ սխալվում եք։ Ուղղակի մի հաստրեք նրան, որ ժողովուրդը վեր կանա։ Ես ճիշտն ասած, տենց ակցիաների սիրահար չեմ, ես էլ սրբազան չեմ, տենց սկսեմ քայլել 50,000 հոգի, ոտերս արնոտեմ, բան չէ։ Արեք են ինչի համար փող են տալիս, չէ։ Դուրս եկեք գործից, Արտուր Դավթյանի հետ բացեք դատախազներն ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպություն, պլատֆորմներ, բրիֆինգների կմասնակցեք, Եվրոպա կգնաք, նա կասի ես Նիկոլին էի ուզում ձերբակալեմ, դուք կասեք ես Սերժ Սարգսյանին էի ուզում ձերբակալեմ, նրան Վանեցյանը չթողեց, ձեզ չգիտեմ ով ինչ է բան է, Սասուն ինչան էր, վերջը Սոսունը չթողեց, հա, իրար այդպես կգաք միտինգներ կանեք դատախազության դիմաց, եվրոպացի կգան կնկարեն, կնայք ոնց եք իրար սազում։ Դվա սապագա պառը։ Եթե չէ, դու ինչի չես ասում, Արտուր Դավթյան, դու խոսում ես իմ սրտի վարչապետի դեմ, ում կնոջ հետ ես ճաշում եմ, նախաճաշում եմ, հետո գնում բալետ եմ, պարում ես եմ անում եմ, դու ով ես, որ դու տալիս ես Սրբության սրբոց անուն Արտուր Դավթյան, խիչ ես կալանավորում Արտուր Դավթյանին, 42 էջ ԱԱՑ-ում արկայա, պարոն Սիմոնյանին ասա, թող զանգին ասեն, որ քննիչի մոտ էր, էդ էլ առանձին եմ պատմելու, Աժմյան ընդդիմադիր Միքայել Համբարձումյանը, ԱԱՑ-ի, կոծկեց Արտուր Դավթյանի դեմ, անձամբ Միքայել Համբարձումյան, դու կոծկեցիր, քո առանձնասենյակում ես, ստեղ բան չկա գրած, լուրջ, հիմա դառնես ընդդիմադիր, լուրջ, իմ սիրտը խառնում է, այս մի փոքր երկրում, այսքան Պավլիկ Մարոզով, որտեղից դուք ամոթ, նամուս, արժանապատվություն, բարոյական արժեքներ կան ընդհանրապես։ Ես այլևս ձեզ բան չունեմ ասելու, նորից եմ ասում, բացի նրանից, որ դուք իրականացվում եք հովանավորչություն, կոռումպացված անձանց, կոռուպցիոն գործարքների վերաբերյալ, եւ ես նորից ձեզ կրկնեցի, տեսեք մի քանի բան, հələ են կարմիր բերեք բան, կասեք լավ են արել Մարինային ծեծել են, չասեմ էլի, որ օբսցեննի լեքսիկայով չելնի, թե ինչ են արել։ Դուք փոխվում եք, ես իմ տեղը նստած եմ միշտ, ես իմ հողի վրա պինդ կաննած եմ Արտուր Դավթյաններ, Աննա Վարդապետյաններ, Սասուն Խաչատրյաններ եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ես ձեզնից վրեժել չունեմ լուծելու, իմ մոտ ընդհանրապես խղճահարություն է, որ դուք ձեր մեծ ռեսուրսները ծախսում եք, որ պայքարեք իմ հետ, փորձեք ինձ լռեցնել, փորձեք ինձ վախացնել, ձեր թողտվությամբ իմ տուն մտնեն, ձեր թողտվությամբ իմ մեքենան վնասեն, ձեր թողտվությամբ փորձեմ ոչ միայն ինձ,
այլև բոլոր են մարդկանց լրացնեն, բայց իրականում դուք նույն ասեղն եք թելում, և դու Աննա Վարդապետյան, և դու Արտուր Դավթյան, դվա սապագա պառը, ապացուցեք, որ ես սխալ եմ, ապացուցեք, որ դուք չեք հովանավորում Արցախի թալան իրականացրածներին, ապացուցեք, և պատասխան տվեք իմ ամենակարևոր հարցին, Տիկին դատախազ, առաջի հարցը նորից եմ հնչեցնում, եթե Արցախը Հայաստան չէր, Հայաստանի մասնիկ չէր, ինչու Հայաստանի հարկատուների միջոցները անխափան առ 2023 թիվը ամեն տարի Հայաստանի կառավարությունը հաստատել է բյուջեով և ինչու է այդ գումարը գնացել ձեր ասած մեկ այլ երկիր, օֆշորա դա ձեր համար։ Այս հարցի պատասխանը ես ակնկալում եմ և մեկ էլ ուզում եմ ասեմ, որ իրականում չեմ ուզում սկսենք անժամկետ զրահապատների տակի մեր հավաքները, բայց դուք ոնց որ թե մեզ ստիպում եք և մեկ էլ նորից եմ ասում, մի հատ այդ զրահապահ պատուհանների մոտ սենց մի գավաթ սուրճով ձեր խորաթափանց հայացքով նայեք ու որոշեք, դուք ընդդիմադիր եք, թե դիմադիր, դուք կոռուպցիայի դեմ պայքար եք տանում, թե կոռուպցիա եք հովանավորում, դուք քրեական ենթամշակույթի հանցագործների հետ եք պայքարում, թե այն սութի մութի քրեածին մելքի կռոշկա ավազի հովանավորում եք, որ կարողանան վախացնել մարդկանց, այս ամեն ինչը ես զզվում եմ, երբ որ ասում են Եվրոպային գրելու ստեղ, բայց երևի թե ձեր վրա ազդելու այլ մեխանիզմ չկա։ Շարունակել է լինելու, շատ փաստեր եք բերելու, թե Աննա Վարդապետյանը ինչով է զբաղված և ինչու է հովանավորում Արտուր Դավթյանին։ Հուսանք մինչև մեր մյուս հաղորդում Արտուր Դավթյանը կլինի կալանավորված Տիկին Վարդապետյան և շատ այլ անձիկ։